Դե ինչ շարունակվում է մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ ու Առավոտ լուսոն միշտ շարունակում է նաև ձեզ պատմել կրթական այն նախագծերի ծրագրերի մասին, որոնք պատրաստվում են եւ արդեն ունեն ընդունելություն եւ այս անգամ խոսելու ենք Հետք մեդիա գործարանի մասին, որը հայտարարել է ընդունելություն 2026 թվականի ուսումնական տարվա համար։ Այսօրվա մեր հյուրերն են Հետք մեդիա գործարանի ղեկավար Հարություն Մանսուրյանը եւ Հետք մեդիա գործարանի շրջանավարտ Անին Նավասարդյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Մի փոքր մեր հեռուստադիտողներին պատմենք Հետք մեդիա գործարանի մասին։ Ինչու ենք ասում մեդիա գործարան։ Մի քիչ երկար կտևի, եթե այդ ամբողջը պատմեմ, բայց փորձեմ ավելի հակիրճ։ Հա, անունը գործարան ենք դրել, երևի, որովհետեւ այն ինչ որ մենք տալիս ենք դա էլ է արտադրանք, կարող է մի քիչ վատ հնչի, որ ուսանողները մեր որ դառնում են շրջանավարտներ, հետո գնում են տարբեր մեդիաներ, դա մեր արտադրանքն է, մենք հպարտանում ենք այդ արտադրանքով եւ ինչ որ իմաստով շատ ենք աշխատում, որ այդ արտադրանքը որակյալ լինի, որ հետո հպարտանանք մեր տված արտադրանքով, Անին վերջին սերնդի ներկայացուցիչն է, առայժմ վերջին 5-րդ սերնդի, որ ավարտեց մայիսին։ Այդպես է ստացվել, որ 5 տարի առաջ հիմնադրվեց, երբ Հետքը հիմնադրեց այս ուսումնական հաստատությունը, անունը դրվեց Հետք մեդիա գործարան։ Այդպես ավանդույթի համաձայն մենք շարունակում ենք, մեկ հա մեզ մոտ էլ հարցնում են կողքից անցնելուց, ասում են, սա գործարան է, ինչ եք արտադրում, դե ասում ենք, մենք էլ ունենք մեր արտադրանքը։ Իսկ ինչն է առանձնացնում այս տարվա ծրագիրը, ուսումնական ծրագիրը նախորդներից կպատմեք։ Ունի մի քանի առանձնահատկություն, առաջինը, որ չենք սկսում սեպտեմբերին, սովորաբար մենք սկսում ենք սեպտեմբերին եւ տևում էր 9 ամիս մինչեւ մայիսի վերջ։ Այս տարի մի քանի պատճառներով մենք կսկսենք հունվարին եւ առաջինը մի քիչ ավելի խիստ կլինի ընտրությունը, միանգամից անցնեմ այդ ամենահիմնական թեմային, որովհետեւ մենք առաջ ընտրում էինք մոտ 30 հոգի, իսկ այս տարի նախատեսում ենք մինչեւ 20 հոգի։ Կլինի 1 հերթափոխ, ոչ թե 2 հերթափոխ, առարկաների քանակը բնականաբար մի փոքր կրճատվել է, որովհետեւ 2 կիսամյակ չէ, այլ 1 կիսամյակ, բայց կան նաեւ պլյուսներ, որ օրինակ այս տարի առարկաների ցանկում ընդգրկել ենք արհեստական բանականությունը մեդիայում, ժամանակի պահանջն է, չենք կարող աչքաթող անել եւ ասել, որ դա չի լինի։ Մյուս կողմից իհարկե շատ վատ է, որ չունենք ինչ որ առարկաներ նորից նույն պատճառով, որովհետեւ 1 կիսամյակ քիչ է, ասենք, տնտեսական լրագրությունը չկա, անիմացիան չկա։ Այսինքն կան այսպես պլյուսներ եւ մինուսներ, բայց ունենք այն ինչ ունենք, ամենակարևորը ուսուցումը անվճար է։ Առայժմ կարող ենք մեզ թույլ տալ այդպիսի ճոխություն եւ չգիտենք ինչքան սա կտևի, այնպես որ եթե կան ցանկացողներ, սա չգիտեմ թե որ հնարավորությունն է, գուցե վերջին, գուցե նախավերջին, ճիշտ ժամանակն է որ դիմեն։ Անի ձեր օրինակը շատ-շատերի համար գուցե մոտիվացիայի աղբյուր լինի առավոտ, երբ նրանք արթնացել են այդ մտորումներով, ինչպես ժամանակին դուք որոշեցիք դիմել եւ ինչպես անցավ ձեր ճանապարհը Հետք մեդիա գործարանում։ Իրականում ամեն ինչ շատ պատահական ստացվեց, ես Հետք մեդիա գործարանի մասին իմացել եմ իմ համալսարանի ընկերներից, ովքեր արդեն ավարտել էին Հետք մեդիա գործարանը, ու երբ համացանցով տեսա հայտարարությունը, որոշեցի դիմել։ Ես ինքս սովորում եմ Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում, արդեն 3-րդ կուրսում եմ, բայց քանի որ համալսարանում պրակտիկան մի փոքր քիչ էր եւ ես որոշեցի լրագրողական գիտելիքներս ավելի խորացնել, դիմեցի Հետք մեդիա գործարան եւ կանկեղծանամ, որ առաջին անգամ երբ տեսա դասացուցակը շատ հրապուրիչ էր։ Մենք այնտեղ ունեինք video storytelling, photo storytelling ու երբ նայում էի թե մասնագետներն ովքեր են, ոլորտի առաջատարները, որոշեցի դիմել։ Հետք մեդիա գործարանում սովորելը չեմ կարող նկարագրել թե ինչ հաջողություններ իրականում,
ես կարող եմ ասել, որ իմ ապսեն էր ու նաև ինքնաբացահայտում էր դա ինձ համար եւ որպես մասնագետ ու մասնագիտությունը բացահայտեցի, նաև մենք միայն լրագրություն չենք սովորում այնտեղ, աշխատում ենք տեխնիկայի հետ, ձայնի հետ հնարավորություն ունեցանք աշխատել 1 ամիս, փաստերի ստուգում ենք անցնում ու այդ ամենը մեզ որպես միայն լրագրող չի պատրաստում, այլ մենք այլ ճյուղեր ենք ուսումնասիրում եւ ես հասկացա, որ գուցե չդառնամ լրագրող, բայց ձայնային հնչյունավորմամբ եւ հաղորդավարությամբ պարտադիր կզբաղվեմ ու չեմ հեռանա մեդիայից։ Մրցակից է։ Իսկ պատմեք ինչ առարկաներ եք անցնելու եւ մեդիա դաշտում բաց թողումներ եթե կան, որ դուք տեսնում եք շփկելու մասին կասեք։ Այ եթե մեդիա դաշտի բաց թողումների մասին խոսենք, դա շատ ավելի երկար կտևի, այնպես որ առարկաներից ասեմ, ուրեմն այն առարկաները, ինչը անին թվարկեց, դրանք կան, մնացել են, ասացի այն առարկաները, որոնք որ այս տարի չեն լինի։ Հիմնականում, բայց բոլոր առարկաները մենք աշխատում ենք, որ լինեն գործնական առարկաներ, այսինքն եթե դա մուլտիմեդիան է կամ տվյալների լրագրությունն է, ապա պիտի լինի ինչ-որ մի արտադրանք, պիտի գնան, պիտի նկարեն, պիտի անպայման սխալվեն, դա սկզբունքն է, որ սովորում ենք սխալվելով եւ առաջին բանը, երբ մենք իրենց ասում ենք, այ սա այնտեղն է, որտեղ դուք կարող եք հանգիստ սխալվել, որտեղ պարզապես աշխատեք սխալները չկրկնել, ամեն անգամ մի նոր սխալ արեք, որ նոր բան սովորեք, իսկ սխալվելը ոչ մի անգամ մենք դա ընդունում ենք որպես ուսուցման կարևոր արդյունք, մեթոդ եւ առարկաներից ու մասնագետներից ուրեմն video storytelling-ը, ֆոտոն, օպերատորություն, մոնտաժ, տվյալների լրագրություն, ամենակարևորը ուրեմն մեր առարկան հիմնական դա հետաքննական լրագրությունն է, փաստերի ստուգում, ուրեմն ավելացրել ենք այս տարի արհեստական բանականություն լրագրության մեջ եւ կաշխատենք, որ դա մի քանի էտապներով լինի, այսինքն ինքը ընդգրկի եւ վիդեոյի մասը եւ ֆոտոյի մասը եւ ինչպես է աշխատելու այդ ֆորմատը։ Մեզ համար էլ է սա նոր, այսինքն առաջին անգամ ենք սա փորձարկելու եւ մեզ համար էլ է շատ հետաքրքիր, թե ոնց ինչ արդյունք կունենանք, բայց այստեղ մի կարևոր բան կուզեմ հատկապես նշել, որ անին հուշեց, որ սա ոչ միայն ուսուցման վայր է, այլ մենք ամենահիմնական ու կարևոր խնդիրը, որ մեր առջև դնում ենք, դա միջավայրի ստեղծումն է։ Այսինքն այդ բարդ է ուսուցումը, ես գիտեմ, որ բոլոր ավարտածները շատ տանջվել են, տվայտվել են, տեքստ գրելի, սա իդեպ ուրեմն մյուս առարկան այդ տեքստ գրելն է, երևի ամենաբարդ առարկան է, որովհետև չգիտեմ ինչու, հիմա շատ բարդ են ուսանողները տեքստ գրում, հավանաբար սոցիալական մեդիայի ազդեցությունն է, այսինքն այդպես փորձենք շատ կարճ 1-2 նախադասությամբ, այո, երբ որ ասում ես մի քիչ ավելի, հատկապես հետաքննականի ժամանակ այդ տեքստերը բարդ են գրվում, բայց միջավայրի ստեղծումն է շատ կարևոր, որ դա բերում է ինքնահարստացման, ինքնաճանաչման եւ իրենք են բացահայտվում, եւ մենք ենք մեզ բացահայտում, եւ իրենք են սովորում, եւ մենք ենք սովորում, այսինքն այդ միջավայր ասվածը մենք ունենում ենք կինոդիտումներ, քննարկումներ, հանդիպումներ տարբեր մարդկանց հետ, տարբեր մասնագիտության մարդկանց հետ նաեւ թեկուզ մի քիչ ոլորտին մոտ, ասենք կինոգործիչների հետ եւ դա նաեւ այդ դրթում է, որ մեր մոտ ավարտած ուսանողները, մեր շրջանավարտները երբեմն գնում են նաեւ դեպի կինո, ոչ միայն ուրեմն լրատվական ուղղությամբ։ Ու նշեցիք քիչ առաջ, որ 1 կիսամյակով կրճատվել է այս տարվա ուսումնական ծրագիրը, ինչպես ենք այս տարի համատեղելու առարկաները, որոնք ուսուցանվելու են եւ փորձնական դասերը, որտեղ արդեն ունենալու են սխալվելու հնարավորությունը։ Սխալվելու հնարավորություն ունենալու են բոլոր, այո, միշտ, դա շատ կարևոր բան է, որ չպիտի վախենալ այդ սխալվելուց, իսկ ոնց են համադրվելու, դա լինում է սովորաբար թեմատիկ, ասենք պայմանական, օրինակով ասեմ, որ եթե հետաքննական որևէ թեմա է եւ ուսումնասիրությունը կատարվել է, արդեն գիտենք թե ինչ է եւ օրինակ այդտեղ պետք է
վիդեո հարցազրույց։ Եվ պետք է նաև տվյալներ հավաքել, որովհետև տվյալները շատ կարևոր բան են հետաքննության մեջ։ Այդ դեպքում մենք համադրությունը հենց այդպես կատարվում է, թեման է կենտրոնում եւ այդ թեմայի շուրջ տվյալների լրագրության դասի ժամանակ իրենք հավաքում են այդ տվյալները, կարող է լինել խմբային աշխատանք, մյուս կողմից անում են հարցազրույց, մեկ հիմնական տարբերություն էլ նշեմ, որ այս տարի է լինելու, առաջ մենք ունեինք երկու հոսք, մուլտիմեդիա եւ տվյալներ, լրագրություն, այսպես երկու բաժիններ, անին օրինակ մուլտիմեդիան է ավարտել եւ չի անցել օրինակ տվյալները, հա, տվյալների լրագրության այդ դասերը 1-2 դաս չի անցել։ Հիմա բոլոր ուսանողները անցնելու են բոլոր դասերը, քանի որ այդ հնարավորությունը կա։ Ես երևի նորից սկսեմ։ Քիչ-քիչ հասկանում ես, որ շատ առարկաներ կան եւ կարելի է փորձել ուժերը։ Իսկ ինչ է պետք ընդունվելու համար եւ ծառայքային սահմանափակում կա արդյոք թե կամ մասնագիտական, չէ՞։ Մենք էլ ենք ուզում որովհետեւ Ես էլ հետաքրքիր Տարիքային սահմանափակումը 18 տարեկանից բարձր, վերին սահման չունենք։ Մասնագիտական ոչ մի սահմանափակում չկա, միակ ու ամենակարևոր պայմանը դա ցանկությունն է, այսինքն եթե գալիս են ունենք շատ խիստ ընտրություն, ճիշտն ասած այդ արդեն մենք ունենք շատ ավելի հայտեր, քան նախատեսում ենք ընդունել, հուսով եմ, որ այդ հայտերը էլի կշատանան եւ մենք կունենանք այդ մեծ ընտրությունը, բայց էտապներով է լինում, այսինքն առաջինը հայտերն ենք նայում, հետո ընտրում ենք հայտերից կլինի հարցազրույց արդեն ընտրվածների հետ, հետո հարցազրույց անցածները կանցնեն երկօրյա շատ ինտենսիվ, այսպես սեմինար անունը դնենք, հանդիպում, երբ որ մենք տեսնում ենք, թե ինչ հարցեր են իրենց հետաքրքրում, ոնց են լսում, ոնց են արձագանքում, եւ հետո արդեն կընտրենք այդ վերջին ընտրյալներին։ Եթե հենց հիմա մեր հեռուստադիտողների շարքերում կգտնվեն մարդիկ, որոնք կցանկանան իրենց ուժերը փորձել այս տարի անվճար ուսուցում ստանալով, սա հիանալի հնարավորություն է, հետք մեդիա գործարան, շատ պարզ է ամեն բան, գտեք սոցհարթակներում, դիմեք եւ փորձեք, գուցե հաջողվի այս տարի այդ 20 երջանիկներից մեկը լինել։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք շարժվենք առաջ, առաջարկելով երաժշտություն լսել։ Լսենք երաժշտություն եւ վերադառնանք։